Պամիդորի թուփ է։ Այո։ Արդյունքում 16-ից 18 մետր աճում է։ Բա էս ենք ասում, Ժորժ ջան, որ ասում ենք այն գյուղատնտեսությունը կամած չի լինելու, էս նկատի ունենք։ Հիմա մենք ինչ անենք, որ մեր պատկերացրած գյուղատնտեսությունը մրցակցի էս, ասենք, դաշտի մեր իմացած թուփը մենք ինչ անենք, որ մրցակցի իր հետ չենք կարող, բացառված բան։ Բա իրոք 0.6 բանի Mercedes-ը պատմում է։ Համարյա գործարան կառավարությունը աջակցել է այս ծրագրին որևէ ձևով։ Երեք ծրագիր մենք ողնել ենք, ողի հատկացմանն ենք կառավարությունը որոշումով արել։ Կամ էլ կներեք, էլ Գեղարքունիքի մարզում պամիդոր։ Վարունգ, այդ չեմ ասում, ելակ, վարդ, կանաչի, եւ ինչ ասես։ հիմա այնպես ենք արդեն ցիկլը արել, որ հեսա վարունգից հետո եւս լոլիկ ենք դնում եւ ամբողջ տարի ունենում ենք ուտեր։ Ամբողջ տարի հրաշալի լոլիկ։ Եվ ծրագիրը վարկի տոկոսադրույքից 18-19 թվին գնում ենք սենց տեղեր, ասում ենք բա գյուղատնտես ձեր ուր, դե ասում էին Իտալիայում, Հոլանդիայում։ Մի մասը Հոլանդիայում։ Բայց տեղացիներ, չէ, նկատի ունեմ լուրջ հարց է, արդեն տեղացի մասնագետներ են հայտ գալիս, որը շատ կարևոր է։ Մենք ուղարկում ենք վերապատրաստման մշտապես խորհրդատուներ են գալի, դա մի մեծ աշխատանք է։ Իսկ վաճառքի հետ կապված ինչ խնդիր կա։ Տեղական շուկայում առանձնապես չկա արտահանմանն երակրնա շուկա է այս կողմում։ Իսկ որտեղից են գյուղից աշխատող։ Լճաշենից է, Էս էլ աշխատատեղի հարց։ Ես ասեմ ձեզ ավելին, մեծ մասը ոտ 80% կանայք են, որոնց կեսից ավելին ընդհանրապես չի աշխատում։ Սա իրենց առաջին աշխատավայրն է։ Այս հանգույցներով արդեն անպատասխան պարապանիքը լցվում է եւ ստորգետնը գնում ամբողջը սնուցման։ Այս հանգույցը կոչվում է յուղի հատուկ ֆիլտրման կայան, որ օգտագործված դրենաժը դուրսերի հետաժալի կայան, ավտոմատ լաբորատոր զննության է ենթարկվում, ազդանիշը մեջը ցույց է տալի եւ նոր պարապանիքը ինչու պետք է ավելացվում է ջրի լուրջ էկոնոմիան անում օգտագործման ժամանակ, որտեղ կրկնակի օգտագործում եւ պարապանիքի էկոնոմիան հաշվում է։ Աշխատել ենք պետական մարմինների, այլ աշխատելով արդեն փոքր արդյունք դրան խաչատրոնի գրասենյակի հետ լսել են մեր հոգսնոյ լիսել էկոնոմիկայի նախարարության հետ, ներդրումների աջակցման կենտրոնը շատ ընթացքում Գեղարքունիքի մարզում ես հենց նկատի ունեմ, ժողովրդին ասում եմ, որ պետք է ցածրարժեք մշակաբույսերը փոխարինենք բարձրարժեք մշակաբույսերով, այդ թվում էս ճանապարհով, դե չեմ ասում, որ մենակ ջերմոցով, բայց ջերմոցը մանավանդ Գեղարքունիքի մարզը ջերմոցի համար ինչքան հասկանում եմ էֆեկտիվ է, որովհետև զգում եմ, որ Կոտայք, Գեղարքունիք եւ այլն այդ ուղղությամբ է գալիս։ Նախկինում այս տարածքում սորեն անգամ եթե աճել է մի 15-20 սանտիմետր Այդ եմ ասում։ Ինքն այս տարածքը հանդամասայր է, իսկ այս պայմանը տեսեք ինչ է գնում Հայաստան հազարավոր տոննայով բարձրորակ բերք միջազգային ստանդարտներին համապատասխան։ Շատ